քարերով են կուշակել, ոսկորներով են կուշակել, ամպերով են, հնդիկները ամպերով են կուշակել, քանի որ Լաչինը համարվում է Հայաստանի պորտալարը, մենք չենք կարա, եւ իրանք էլ չեն կարա, նա մեր բալիկն է, եւ 9 ամիս հենց այնպես չի, 9 ամիս այդ երեխան սոված է, երեխան սովորելով է դաստիարակում, ոչ թե սովորեցնում են, մոգությունը կա, վհուկությունը չեմ ընդունում, ամբողջ աշխարհը մագիա է, ամբողջ աշխարհը, Աստված զայրացել էր ու քարկտիկ խփեց, քարկտիկ խղած, գցեց այդ շարասյունը, որ գալիս էր, եկեղեցու մոմ են դնում, չէ, դա էլ է մագիա, ովքեր մոմ է վառում, ես լսում տեսնում ինքը ինչ աղոտ քանում, ու մարդիկ կան, որոշ ճանաչել եմ, տեսնում եմ, ահա որ կեղտոտ անեծքներ են անում, մոմը դնում են, եկեղեցում անեծք անում, ամենամեծ բացասական էներգիան եկեղեցում, քահանաների միջև պառակտում է գնալու, որը սկսվեց արդեն։ Շատերը ձեզ դարձնում են Նիկոլակա, Նիկոլ Փաշինյանի կողմնակից, հա, իր վարած քաղաքականության կողմնակից։ Ոչ մի վատ բան ես չեմ արել։ Ես երբեք մարդկանց չեմ անեծքների մեջ մտցրել, թուղթուգրերի մեջ մտցրել, ասել հավաքվեք, գնացեք Փաշինյանի գլուխը ջարդեք, որտեղ այտենց են խոսում, չի կարելի։ 24 թվականը ահավոր պատիժների շրջան է։ Մի սկանդալային իրավիճակում դուք հայտնվեցիք, խոսքը վերաբերում է ձեր բնակարանի հետ կապված, դուք բնակարանը կորցնելու վտանգի շեմին եք։ Աշխատեք տոկոսով ոչ մեկից գումար չվերցնեք, ես դրա տուժվածն եմ։ Ինչի չի ընդունվում եկեղեցին գուշակությունը, որպեսզի մարդիկ իրականությունը չիմանան։ Ես ինքս եմ տեսել, ով տեսել եմ վարչապետի նկարը դրած, այդ այծի սատանայի գլուխը մոմերը ոնց են վրանց է ծակծկ։ Թաղծոտ աչքերս, ինչի՞ է թաղծոտ։ Միգուցե ես տեսնում եմ այնը, որ չպետք է տեսնեմ, սեր բառը էժան բառ չի, որտեղ Աստված հենց սեր է նշանակում։ Ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Այդտեղից էլ եմ տխուր։ Ողջույն, Բաս TV-ի եթերում Չասված խոսքեր հաղորդաշարն է։ Այսօր իմ հյուրն է աստղահոգեբան Լյուսիա Հակոբյանը։ Բարի գալուս, Տիկին Լյուսիա։ Բարին ձեզ, բարին ձեր տաղավար։ Շնորհակալ եմ հաղորդման հրավերը ընդունելու համար եւ վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Այսպես ավելի հաղորդաշարերից դուրս, այսպես անհատական կերպարում շատ քիչ ենք տեսնում Լյուսիա Հակոբյանին։ Ինձ հետաքրքիր է, որտեղից են սերում ձեր արմատները։ Երևանից։ Բնիկ, եւ հայրս եւ մայրս շատ հետաքրքիր է, որ պապաս նույն հիվանդանոցում է ծնվել Մարգարյան։ Ես էլ եմ այնտեղ ծնվել, ու երկու տղաներս այնտեղ են ծնվել։ Իսկ մամաս իր ասելով ինչ որ Արեշի հիվանդանոցում է եղել։ Երկուսն էլ Երևանց են, ուղղակի պապաս Աշոտ Ջիվանի թոռն է, միգուցե այդ ներքինից է գալի, որ Գյումրին այդքան շատ եմ սիրում, չնայած ախալքալակից է Ջիվանը, տատս է այնտեղից եղել, Հռիփսիմե Լևոնյանը, եւ օպերայում էր երգում, եւ գրադարանի վարիչ էր, հետաքրքիր էր, ես այնքան աղոտ եմ հիշում, որ դպրոցից գալիս եմ երկրորդ դասարանն է, ռադիոն դնում էր ականջին Արյանները, լսում ճաշտ ընտեղ վառվում էր, մամաս ասում էր, տատի ձեզ հետ վեճը չի, իր Արյաններն ա լսում, բայց ճաշը վառվում է։ Գենետիկորեն երաշտական արմատներ ունեք, հա, այսպես, ինչ երաշտություն եք սիրում։ Ես ամեն, բոլոր երաշտությունը սիրում եմ, բոլոր։ Իսկ այսպես ամենաառանձնահատուկը, որ շատ հաճախ եք լսում։ Արաբական եմ ես վերջերս սիրում, Արաբական։ հետաքրքիր է, հա, այդ ներքին ինչ որ մի հատ թովիչ բան է տալիս արաբական, ու աղոթքներ կա, գալիս է ինտերնետով, աղոթքներ հենց արաբական, լաց է, ոնց որ լաց լինի, աղոթքները ամբողջ երգ է, երգով աղոթքները գնում, բայց քրիստոնյա է, ոչ թե մուսուլմանական, որտեղ գիտենք, որ հա, դե ես սիրում եմ Սուրբ Շարբել, իմ էջում կա, բոլորը գիտեն, քրիստոնյա է, ասորի է, հրաշք է, իրոք հրաշք է։ Տիկին Լյուսիա, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ եք, պոլիտեխնիկը։ Այո, այսպես կյանքի ճանապարհները ձեզ բերեցին դեպի աստղաբանություն։ Ինչպես սկսվեց մուտքը։ Ռադիոկոմիտեում եմ աշխատել, մամաս էլ վետերան է ռադիոկոմիտեի 50 տարվա։ Այն ժամանակ ռադիոկոմիտեն հրապարակի վրա էր մեծ փոստի շենքը կար այդտեղ, հիմա էլ այդտեղ էր առաջ ռադիոկոմիտեն ու պատերազմի սկզբից 41 թվական մաման աշխատել է մինչև ավարտը։ Ամսի 7-ին ռադիոյի օրներ,
Այնտեղ թերթում մամային գրել են հանեցի տնեմ էջը, որ մարդիկ տեսնեն ինչ հետաքրքիր բաներ էր պատմում։ Մամա շատ հետաքրքիր զրուցակից էր։ Հրաչյա Ներսիսյանին էր հանդիպել առաջին անգամ, որ եկել էր ռադիոկոմիտե։ Մամային ասել էր, դե ջայլ աղջիկ էր, դեռ ամուսնացած չէր։ Մի հատ Wi-Fi պես, մաման ասում էր, Wi-Fi-ն ի՞նչ է։ Դու միասի կոֆեի հետ է։ Ու սովորացրել էր, որ վերջում մի քիչ էլ աղ լցնի, որ համով լինի։ Համտա։ Համտա։ Հետաքրքիր տարիներ էին, ինչ խոսք, բայց ավելի շատ աստղաբանության առումով, ինչպես սկսվեց ձեր մուտքը դեպի աստղաբանություն։ Վայ միջև աստղաբանություն, միջև սովորեցի այն ժաման հետաքրքիր է, այդ որ արդեն 50 տարի կլինի աշխատում եմ, շատ գաղտնի էր, վախենալով են։ Ես ռուսներից շատ էի շփվում, որտեղ ռադիոմաշտում է աշխատում, այնտեղ ռուսներ կային ու ինձ վերեցին թղթերի վրա տպած տարեթվերներ, որ մի թիվի ինչա նշանակում։ 12 նշանները, ամիսի չէ, տարիների մաս։ Վայ միջև սովորեցի այդ անգիր, ինչ դժվար էր, ու այդ աղջիկը ռուսը Լյուդան ասում էր հանկարծ ցույց չտաս կբռներ, ասում բայց ի՞նչ կա դե բռնելու։ Նկուղներում էին հավաքում, սովորում էին, դե չէր կարելի երևի։ Կամած հետո կուրսեր բացվեց, գնացի, առաջինը Մանկուլովներ եկավ, Բաքվից էր։ Միջև էլ ես ինքս սովորում էի, նավրոգ ռելիգիա ամսագիր կար, Ռիգան էր տպում, դա էլ է շատ քիչ էր ճարվում, ես խոսել եմ փոստատար հետ, որ հենց կա հերթագրվել է, որ ինչքան լինում էր ուղարկում էր։ Մի խոսքով սիրեցի, հետաքրքիր էր եւ միայն աստղաբանությունը չէ, խիրալոգիան էլ է, ձերքապի գուշակությունն է, ֆիզիոգնոմիկան դա գլուխն է, դեմքն է։ Քանի տարի է, որ այդ ոլորտում եք։ 50։ Այս 50 տարիների ընթացքում։ Բայց չեմ ասի, որ ես էզոտերիկ եմ, խիրալոգիան, ամեն ինչն էլ ուսումնասիրել եմ, մանկությունն է։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքիր։ 50 տարվա ընթացքում երբևիցե չի եղել, որ դուք ինքներդ ձեր աստրոլոգիան ստուգեք, հա, ինչ որ աստղերի զուգադիպությունը եւ այլն։ Չէ՞, ոչինչ ոչ տղանի իմ ընտանիքի անդամ, ուղղակի գիտեմ իրանց որ մի մոլորակը որտեղ է ամենասկզբից, ասենք ես չգիտեմ աստղաբանություն, ոչինչ չգիտեմ, այդպես դաստիարակել եմ իրենց, բայց չեմ այսպես դաստիարակ, ես միշտ ազատ եմ թողել ու իմ տղաների հետ ընկեր եմ, որտեվ երեխան սովորելով է դաստիարակում, ոչ թե սովորեցնում են։ Ինչ շատ հետաքրքիր է այդ ոլորտում լինելով, ինչպես եք կարողացել 50 տարվա ընթացքում զուտ հետաքրքրությունից ելնելով չփորձել ձերը տեսնել։ Սիրում եմ, շատ այնքան հետաքրքիր է մարդկանց, այդ աստրոլոգիան բազմաթիվ ճյուղեր ունի, բազմաթիվ։ Ես հենց ընտրեցի աստրոփսիխոլոգիա, աստրոփսիխոլոգ, հայերեն որ թարգմանում ես, հոգեբան անջատվում է։ Դե տենց հայերեն չի կամ, տեսեք աստղագուշակություն բառ գոյություն չունի։ Այդ էլ այդ լրատվական այնքան ուղում եմ այդ աղջիկներին, ասեմ մի ասեք աստղագուշակ, չկա աստղագուշակ, կա աստղաբան։ Ռուսերեն որ թարգմանում ես աստրոլոգ, աստրո դա տեզերքն է, երկինքն է, լոգոն խոսքն է, տեզերքի մասին, աստղերի մասին բան ասել, դա գուշակություն չկա, այլի հակը աստղագուշակ չկա տենց բան, հետո գուշակություն էլ ես այդքան ինչ-որ վատ չեմ ընդունում, դա նորմալ է, դա տարիներ դարեր շարունակ միշտ էլ մարդկությունը կա այդ եղել է, կնչուներ հենց գուշակություն էլ որ եղել է, շատ քարերով են գուշակել, ոսկորներով են գուշակել, ամպերով են, հնդիկները ամպերով են գուշակել, միշտ դա եղել է, միշտ, այնպես որ վախենալու չի, ես ուղղակի մոգությունը չեմ ընդունում։ Այդ ներողություն, մոգությունը կա, վհուկությունը չեմ ընդունում, ամբողջ աշխարհը մագիա է, ամբողջ աշխարհը։ Եվ միստիկա է, եւ մագիա է, ու այդ բանը շատ եմ կրկնել, որ մենք հայերս մոգեր չունենք, Հայաստանը մագիա չունի։ Դրա համար են ռիտուալները, որ սլավոններից վերցում թարգմանում անում են, դա մեր վրա չի աշխատի։ Եթե ուզում ես խոսես ռուսերեն ասա, ռուսերեն աղոթք արա, բայց ամեն մարդ չի կարող այդ աղոթքը ռուսերեն ասի։ Մերը հմայիլն է, սաղմոցներն են, հետո մենք ունենք շատ ահավոր անեծքներ։ Հայերը այն բանաստության մեջ որ նամ ես, ահավոր ես մի հաղորդման մեջ անեծքների մասին հանեցի, կարդացի, հետո գնացել եմ տուն, ասում, «Էս ինչ արեցի»։ Ես կարդում եմ անեծքը, որ տեսեք ինչ անեծքներ մենք ունենք, բայց ես այդ օրվան անիծեցի։ Հենց այդ էլ մագիա է։ Հենց դա մագիա է, որ եկեղեցու մոմենտն չէ, դա էլ է մագիա։ Տեսեք
Մոմ թափողների, որ չի ընդունում, քահանաներն ասում են, բայց այդ նույն մոմն է, որ թափում ես, նա մեզ ուշադիր նույն պատկերն է։ Ու 1000 ու մի ձևի մարդ է մտնում եկեղեցի, դու չգիտես ինքը ինչի է մտնում։ Ու այդ մոմը ինչի համար է դնում, ինչ գիտես։ Ինձ մոտ շատ են արտահայտվում անկեղծանում, հետո ես էլ մեկ-մեկ լսում եմ, դիտավորյալ, ովքեր մոմ են վառում, ես լսում եմ, տեսնեմ ինքը ինչ աղոտ քանում։ Ու մարդիկ կան, որոշ ճանաչել եմ, տեսնում եմ, ահա որ կեղտոտ անեծքներ են անում։ Մոմը դնում են, եկեղեցում անեծք անում։ Ամենամեծ բացասական էներգիան եկեղեցում է։ Իսկ ինչպես մաքրել եկեղեցին այդ բացասական էներգիայից։ Չի մաքրվում, որտեղ ինքը տենց է։ Էգրեգոր գոյություն ունի, դա կոչվում մարդկանց մտքերի հավաքածու։ Այնտեղ չարը շատ կա, բայց ոչ ոք չգիտի, սա ինչով է մտել։ Քահանայի դերը ինքը գործիք է Տիրոջ ու մեր միջև։ Սերը պետք է լինի, քարոզը սերը, որ ժողովրդը միասին լինի ու սեր, ուրիշ ոչ մի բան։ Այդ ինչ որ կարդում է, մենք էլ ենք կարդում։ Եկեղեցու, որ այդ Աստվածաշունչը ինչը որ կարդում է, իմ ինչալուց աստրոլոգիայով ասեմ, անցյալ տարի էր, նախանցյալ տարի թեթև սկսվել, բայց անցյալ ու հիմա դեռ կշարունակվի ամբողջ աշխարհի Հռոմի պապից սկսած քահանաների միջև պարակտում է գնալու, որը սկսվեց արդեն Վրաստան էլ կա, Ռուսաստանում էլ կա, աշխարհում դա գնում է ու այդ կորոնան որ եղավ 20 թվականին դա ինչ համար եղավ, թոքերի, շնչուղիների հիվանդություն էր, չէ, դա թթվածին է կապն է Աստծու հետ, մարդիկ կորցրել են աշխարհում, կապը կորցրել են Աստծու հետ, դրա համար հարվածը տվեց, որ մարդիկ ուշքի կան, հիմա էլ է, ինչի կարկուտ անձրև եղավ այս վերջերս, են ծաղավոր, տեսեք, ես մեկ-մեկ հումորներով եմ օրինակները բերում, որ ավելի հասկանալի լինի, Աստված զայրացել էր ու քարկտիկ խփեց, քարկտիկ խղած, գցեց այդ շարասյունը, որ գալիս էր, տեսեք ինչքան պես ասում է մարդիկ ոնց են անձրևի տակ սենց մնում այդքան թրջվել են, ինչ է, ես չգիտեմ այնտեղ ինչ իրան կմտածեն այդ գալու այդ անձրևի ժամանակ չգիտեմ, բայց ես ուրիշ կերպ եմ նայում ավելի ճիշտն եմ նայում, էզոտերիկայից ելնելով եմ նայում, զայրացել էր Տերը, բայց Տերը չի անում, ինքը զայրացել էր, ինքը գոռաց, ամպրոպ արեց, կայծակ արեց, կարկուտը խփեց, որ զայրացել էր հենց երթի մասնակիցների վրա։ Հա, այս ինչ չեք հիշում, հենց այդ օրին նորից դուրս եկան ու կարկուտը սկսեց։ Ու նույն բանը ես կարող, հիմա ջրհեղեղների շրջանը աշխարհով մեկ, որտեղ հատկապես ծովեր կա, ծովեր ու օվկիանոսներ։ Այո, հա։ Այդտեղ դուրս կգա ափերից, Դուբայը նայեք։ Հիմա Դուբային կանրադառնամ, դե մենք ծով չունենք, ինքը անձրևը պետք է խփեր։ Դեռ կշարունակվի, չի վերջա, չնայած հիմա մի քիչ տաքերը կսկսի, էլի կլինի, որտեղ քանի Սատուրնը ձկան մեջ է, սպեչի մոլորակներով ասեմ, շատերը չգիտեն այդ ինչա, ինքը նաև կրիմինալ է, այդ հոգևոր աշխարհն է, հոգևոր աշխարհի բավականին անարդար բաներ կա, բավականին, որ դուրս է գալու ջերերից, ժողովուրդը հեռանում է, ու հետաքրքիր սա էլ պետք է հասկանան, ժողովուրդը եկեղեցին չի քարկոծում, եկեղեցուց չի հեռանում, եկեղեցին կա, դա հավաքատեղի է համարում, եկլեկեցի, միշտ այդ բառը սխալ եմ ասում, հավաքատեղի, ստեղ հարցը քահանաներն են, ոչ թե մենք եկեղեցու դեմ ենք, ոնց կարաս եկեղեցու դեմ լինել։ Նայեք, այս Դուբայում ես, որ եղավ ջրհեղեղը, ես կադրերն եմ հիշում, ուղտերը ոնց էին խեղդվում։ Ոչ ոք չասեց, ինչի Դուբայում ջրհեղեղ եղավ։ Ես չլսեցի։ Բայց տեսակ այդ կար, որ արհեստական անձրևների հետևանքով է դա եղել։ Հա, տենց լսեցին, բայց տենց չի։ Հայերեն ոնց է անտիքրիստը։ Ընդեղ են դրել դա։ Կրեսլուն ընդեղ է մեծ։ Այդ չարը որ կա, ինչ ասեմ, ներ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, այնտեղ է կենտրոնը դրած, մուսուլմանական աշխարհի դրա համար մի հատ ջրհեղեղ տվեց, որ մաքրվի, դեռ էդ էլ կիմացվի, կբացվի, նույն էլ ես Լաչինի մասն էի ասում, 9 ամիսը դա հենց այնպես չի, քանի որ Լաչինը համարվում է Հայաստանի պորտալարը, մենք չենք կարա, և իրանք էլ չեն կարա, նա մեր բալիկն է, և 9 ամիս հենց այնպես չի, 9 ամիս այդ երեխեն սոված էր,
Պորտալարը կտրեցին։ Հիմա երեխեն առանձին է, բայց ուր է երեխեն։ Ուրա։ Ուրա մեր Ղարաբաղը։ Ինքը մեր բալիկն է, մենք շատ ենք սնել բալիկին։ Շատ, ես ղեկավարների մասին չեմ խոսում, ես Հայաստան երկիր եմ նայում ու Ղարաբաղ եմ նայում։ Հասկանալի է։ Ինքը հրաշք տեղ է համարվում։ Հրաշք, իրոք հրաշք է, որտեղ ընդեղի ջուրը, ընդեղի բնությունը, ամեն ինչը, հետո Շուշին շատ զորեղ է Շուշին, շատ զորեղ իր եկեղեցիներով ու հնարավոր չի այդ եկեղեցին, հատկապես Գանձասարը ու Ամարասը, որ թողնի վերանա Ղարաբաղը կամ Հայաստան, հնարավոր չի, ստեղ էլ մեր Տաթևն է։ Այդ ամենը վերադառնալու է, ամենը դառնալու են առաջ ոնց որ եղել է, չնայած այն ժամանակ Շուշին եղել մայրաքաղաքը Ղարաբաղի, կլինի, բայց հիմա առաջնային Հայաստանի հարցն է։ Շատ հետևորդներ ունեք, ձեզ շատերը հետևում են, ձեր խոսքին սպասում են։ Այն ներկայումս, հա, մենք ունենք օրակարգային խնդիր, Տավուշի մարզ, Գիրանց գյուղ, Ոսկեպար գյուղ եւ հարակից շրջաններ, եւ այսօր էլ ինչպես տեսնում ենք, մեծ համաժողովրդական ցույց է տեղի ունենում։ Ինչ եք դուք կարծում եւ ինչ եք տեսնում այս ամենի վերջաբանը ինչ է լինելու։ Ոչ մի լուրջ բան։ Ես համարցակ խոսող մարդ եմ։ 20 թվականից ինձ սուտ հանեցին, թող հանեն ոչինչ, բայց ես էլ իմ ասացի տերն եմ, ինչ այն ժամանակ ասել եմ պատերազմ չլինի եղավ, հետո ասել եմ կորոնա չկա, տեսեք եղավ, կորոնան ես հիմա էլի կասեմ, որ դա Սարքովի մի բան էր, Աստվածաշունչը պարզ գրում է, կլինեն վարակներ, ինֆեկցիաներ, այդ կլինեն, եթե չիմանամ էլ ոչ մի բան, գոնե այնտեղից կասեմ, որտեղ դա իմ սեղանի գիրքն է, անգիր չգիտեմ, բայց լավ գիտեմ, ամբողջ կյանքում եք կարդեմ, ես էլի կասեմ Այսինքն այս ցույցերը որ տեղի են ունենում, անիմաստ է, անիմաստ, ու կեսից ավել թամաշա է, ճիշտ չի, ինչ որ անում են, ես չգիտեմ, ես չեմ լսում, իրոք չեմ լսում, ու ես տեսանդեղ ովքեր են, իսկ Սրբազան, հա, Բագրատին իրոք շատ հարգել եմ, իրոք, որտև ես իրանից հաղորդություն եմ ստացել, Սուրբ Սարգիսում ինքը խոկումարից ես եղել եմ, որտև շատ եմ տեղ տալիս այդ խոկմանը, բայց ես հիմա էլ չեմ գնամ, ու ես տեսա ինքում հետ է կանգնած, ես շատ զարմացա, այդ խումբ այդ հետ, որ կանգնած է քայլում է, զարմացա, որտև դա իրան չէր սազում։ Ինչ խումբ էր որ։ Այն խումբն են, որ իրանք ամենտեղ կան, այդ զոհված երեխեքի, որ կա այդ մայրերի հետ, կառավարության շենքի առաջ, դատախազության առաջ, որտեղ ցույցեր միտինգ կա, իրանք ընդեղ են, ու իրանք հայրենասեր են, իրանք գիտեն։ Ես նայում եմ աստրոլոգիա, թե այնտեղ Պողոս Պետրոս ինձ հետաքրքիր չէ։ Աստրոլոգիա որևէ Աստրոլոգիայով նայում եմ, իմաստ չունի իրանց երթը, ոչ մի բանի չեն հասնելու։ Ինչի համար։ Որովհետև եթե պիտի մտածեն, որ նախկինները պետքա գան, ով ուզում է լինի դա չի լինելու, որտև իրանք իրանց կյանքն արդեն ապրել են, որպես ղեկավարություն եմ ասում, դա այս 17 թվական 16-ի վերջ 17-ում եմ տեսել, ու այդ ժամանակ էլ մի հաղորդում տվեցի, դեռ Փաշինյանի մասին ընդհանրապես խոսք չկար, ընդհանրապես։ Ես չէի ճանաչում իրան, անկեղծ եմ ասում, չգիտեինք ով է։ Ու ասեցի, որ հները կգնան, նորեր երիտասարդներ կգան, ու աստրոլոգիան մյորտվի զոնա է համարվում, այտենց մեռած գոտի, ովքեր որ գնան, ներ չեն գալու, վերջ։ Այդ ժամանակ արդեն ցույց է տվել իրանց քարտեզը։ Ես հիմա ոնց ասեմ, իրան գալու Իսկ են։ նորերի քարտեզը երբ է վերջանում, ինչ որ ժամանակացույց կա։ Ում Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Հա, դեռ կաշխատի։ Տարիների հարց է, ամիսների հարց է։ Ըստ աստրոլոգիայի։ Չեմ ուզում այդ թեման ընդհանրապես խոսեմ, այս ինչը որ ուզում են իրան հանեն, չի լինի։ Կարող է սխալ եմ, չգիտեմ։ Շատ լավ։ Ժամանակը ցույց կտա, բայց այդ թեմով ընդհանրապես չեմ ուզում խոսել, որտեվ իմ համար հաճելի չէ։ Որտեվ ես ասում եմ ուրիշ բան, իրանք հասկանում են ուրիշ բան։ Դա էլ կա Աստվածաշնչում գրած, որ դուք ձեր ուզածը եք հասկանում։ Ոնց որ Հիսուսն ուրիշ բաներ ասում, նրանք ուրիշ բան են հասկանում։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք եթե ինչ-որ մի բան եք խոսում, արտահայտում եք ձեր կարծիքը, հանրությունը գուցեև այլ ձև է ընկալում դա։ Շատ ու շատերը ձեզ ասոցացնում են իշխանական թևին պատկանող աստղահոգեբան։ Շատերը ձեզ դարձնում են Նիկոլական, Նիկոլ Փաշինյանի կողմնակից, հա, իր վարած քաղաքականության կողմնակից։ Ինչ կասեք այս մասին։ Քարտից եմ օգտվում, ինչ ամոթ է։
Ինչ ամոթ է։ Քանի անգամ այդ հարցին շատ տեղեր են ասում, ամեն անգամ ասեմ լավ եմ անում, առաջ ձայն չէի հանում, հիմա որ պատասխան եմ տալի, դուրս կգա արդարանում եմ, բայց ես մեղավոր չեմ, որ արդարանամ, ով որ արդարացավ, այնտեղ մեղավորություն կա։ Ես կենտրոնամետ եմ։ Փաշինյանը ժամանակավոր է։ Հետո կգա Պողոսյան, հետո Պետրոսյան, այդ ինչա դուրս գալի, իսկ ես աստղաբան եմ, մեն էլ աստղահոգեբան, որ մարդկանց հետ եմ շփվում, հիմնական իմ աշխատանքը ընտանիքն է։ Ազգ ուժեղը ընտանիքով, որ ինչքան կարող եմ ընտանիքի մեջ սերու համերաշխություն մտցնեմ, թե վարչապետը ով կլինի, դա ինձ հետաքրքիր չի, իրոք հետաքրքիր չի։ Ուղղակի ճիշտ ցույց է տալի, որ առաջինը պիտի վարչապետ, ես անհատի մասին է խոսքը։ Առաջինը պիտի լինի ազգային գործիչ, հետո դիվանագետ պիտի լինի եւ ակուլտիզմ ուսումնասիրող, որ միշտ է մեզ բանն ասում, ոնց որ Նժդեհն է եղել, ոնց որ Հիտլերն է եղել, ոնց որ Ստալինն է եղել, նրանք երկուսն էլ մոգեր են եղել, բայց ոչ ոք դա չգիտեր։ Այդ Գյուրջեևն էր, չէ, Ստալինի ինքերը, որ իրան հակին բաներ սովորացրեց ու ինչքան բան ասում էր, Ստալինը չէր լսում։ Դրա համար էլ թույնեցին իրան, այդ կաբալիստների մասին, որ խոսում էր։ Առաջինի պիտի ակուլտիզմ, այո, ակուլտիզմ ուսումնասիրի, որ իմանա որտեղ ինչ ոնց։ Եթե ասեմ հիմա Փաշինյանը պատմություն գիտի, թե չգիտի, գիտի։ Որտեղ միջև իր վարչապետ լինելը մի հաղորդում կար, տարիներ առաջ էր, շատ երիտասարդ էր, հիմա կարևոր չի, որ հաղորդման մեջ նայեցի, հարցեր էին տալիս իրան ու զգացի հրաշալի աստվածաշունչ գիտե։ Ու ոչ մի ղեկավար այսքան ժամանակ նոր տարին սաղմոսով չի դիմավորել։ Իսկ դուք ուսումնասիրել եք Նիկոլ Փաշինյանի աստրոլոգիան։ Հա, նայել եմ, երկբորյակ ամսի մեկին էլ ծննդյան օրն է հունիսի։ Բայց սա ես որ ասում եմ, սա պաշտպան չի, սա եթե մի բան, եթե ես վարչապետին կեղտոտ բառեր չեմ ասում, ոնց որ շատերն են ասում, որ իրավունք չունեն բացարձակ, մենք իրար հետ շատ բան կարանք խոսանք առանձին, բայց հանրային սարքել ասել, որ ինքը այսպեսին է իր ընտանիքս է, դա դաստիարակություն է ու կուլտուրան է դա։ Դու դաստիարակություն չունես, որ կարաս քո երկրի ղեկավարին բարձրաձայն ինչ-որ, ես իր թերությունները շատ լավ գիտեմ։ Ես իր այդ երբեք սենց երես չեմ տեսել, ոչ մի բառել չեմ փոխանակի, ոչ էլ կնոջ հետ իրա, բայց այս աստրոլոգիան նայում եմ, ես արդեն գիտեմ ինքը ով է, իր արմատը ով է, որտեղից է դուրս եկել ու ասեմ, այս ինչքան սուտ բաներ են խոսում։ Այնց են խոսում, ոնց որ կողքն են նստել։ Հիմա ես այս ամենը կասում եմ, չէ՞, հիմա պաշտպանեցիր։ Դու նիկոլական ես, քո Նիկոլը, հա իմ Նիկոլն է։ Հա ինչ, իմ Նիկոլն է։ Արդեն զզվելի է դառը իմ համար։ Իրոք զզվելի ադարը չի կարելի, եթե դու պրոֆեսիոնալ աստղաբան ես, դու իրավունք չունես ոչ մի ղեկավարի կողքը լինելու ու այն ղեկավարին չպաշտպանես, մյուսին չգցես, չի կարելի դա, որտեղ դու ճիշտ չես աշխատի։ Կողմնապահություն կլինի, մեկին պաշտպանեմ, մեկին գցեմ։ Հիմա ես վեր կանամ կեղտոտ բաներ խոսամ, ինչ եմ շահելու։ Ինչ պետք է պարծենամ, որ տեսեք ինչքան կեղտոտ բերան ունեմ, տեսեք ղեկավարն ինչ ռիսկ ունեմ, որ հենց այնքան ռիսկ ունեմ, որ մենակ ես եմ իր մասին ված չեմ ասում։ Հենց իմ ռիսկը տեղ է կայանում ու ես ընդհանրապես ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ անհարմար եմ զգում, որտեղ ոչ մի վատ բան ես չեմ արել։ Ես երբեք մարդկանց չեմ անեծքների մեջ մտցրել, թուղթուգրերի մեջ մտցրել, ասել եմ հավաքվեք, գնացեք Փաշինյանի գլուխը ջարդեք, որտեղ այդտեղ են խոսում, չի կարելի։ Բազարի կնիկ չեմ ես այդպես բաներ խոսամ, ամոթ է։ Մեր ժողովուրդը պետք է լինի միասնական, դե որ չի կարող ղեկավարի թո դուրս գա, ինչ գիտես, ոչ մեկ չգիտի իր կողք, այնց բաներ են խոսում, որ այնտեղ ներկա է եղել։ Մի հատ փոքրիկ օրինակ բերեմ, մի որոշ ժամանակ եկեղեցում մոմ չկար։ Մի քանի օր առաջ մոմեր չկար, եթե շատ է մոմերը վերցնում, ուզեցի 3 հատից ավել չտվեց, ասում եմ ինչ ասում է չկա մոտ, ինչի չկա, որտեղ հումք չկա, հետո գնացի մեկ ուրիշ եկեղեցի, մի քիչ էլ կորն դեղեց, մի հատ տվեց, ասում եմ ինչի չկա, Նիկոլը չի թողում, որ մոմ ծախեք, ես նյարդայնացա արդեն, ասեմ ինքը եկել է քեզ ասել է մոմ չծախես, բայց չասի, բա ինչ ես տենց բան տարածում, ինչի ես տարածում, բա հումք չկա, դրա համար մեզ ասել են, որ քիչ վաճառեք, տեսեք, հիմա ուրիշին էլ երևի տենց կասի, բերան կանցնենք, դառնա սենց մի բան։
Տիկին Լույս, Էլեմենտար բան է, չէ։ դե հասկանալի է դա, շրջանցենք այս թեման, ինձ համար ամեն ինչ պարզ է, ձեր Թագում ենք այդ տեսակետը։ թեման։ Շնորհակալ եմ, Հաճելի չի, ձեր իրոք չասված հաճելի խոսքերը ամեն դեպքում այս թեմայի շուրջ ասացիք։ Վերջին շրջանում մի սկանդալային իրավիճակում դուք հայտնվեցիք։ Խոսքը վերաբերում է ձեր բնակարանի հետ կապված։ Դուք բնակարանը կորցնելու վտանգի շեմին եք, եթե այսպես կարելի է ասել։ Այդպես է արդեն, դեռ այդպես է, դրա մեջ եմ դեռ։ Ինչից սկսվեց պատմությունը, խնդիրը, ինչ լուծման մեջ է հիմա։ Խարդախության զո, խաբեության, խարդախության, վաշխառուի, որը միայն ես չեմ, քանի հոգի ու Հայաստանում շատ-շատերը կան այդպեսի, այսքան որ մարդիկ քոչում են, իրանց տուն տեղ թողած գնում են, հենց այդ դժվացներն են, որ ես վերջերս էլ լսեցի, համայն ամեն երկրորդ վարձով է մնում։ Ամեն երկրորդ որտեղ տունը դրելա գրավ, մեկը առողջությանն է, մեկը երեխայի համար է, մեկը ամուսնության, ինչ որ բաների համար իրենց կարիքների տունը գրավ են դնում, կամ պարտքերն են ուզում են փակել, տունը գրավ են դնում, դա էլ չեն կարողանում աշխատել, ահագին բարձր տոկոսները ու տունը կորցնում, այդ մարդը մնում անտուն։ Ու այստեղ շատ լավ է որ այդ հարցն ասեցի, որտեղ այստեղ շատ կարևոր մեխանիզմ կա, ու ես ուզում եմ մեր ժողովուրդը դա իմանա, որտեղ այն մի եթերին ասել եմ, հիմա էլ եմ ուզում անպայման դա ասած լինեմ ու իմ էջում եք կգրեմ։ Այն բնակարանները, որտեղ բանկերը վերցրել են, օլիգարխները, այո, վաշխառուները, ովքեր այդ բնակարանները ժողովուրդան չառնեք, 10 ռուբլի լինի չառնեք, որովհետև այդտեղ հոգի կա դրած։ Այդ մարդու իր վերջի կացարանը ձերքից վերցել են սրիկաները, անօրենք է դա։ Ես որ աշխարհի տարբեր տեղեր խոսում եմ, այնտեղ այդպես բան չկա, որ տունը ձերքից վերցնեն։ Տոկոս, մոկոս, ինչեր։ Վերջնականն ասեմ, այն բնակարանները, որտեղ տեն մեկ էժան են վաճառում դժվացից, այդ բնակարանները չառնեք, որտեղ դա անիծված տուն է լինելու ու դուք այդտեղ չեք կարող վայելեք։ Ու ես եթերը որ տվել եմ մի քանի օր առաջ ինձ շատ զանգեցին, գրեցին, հիմա մյուս անգամ այնտեղ էլի կասեմ, դրա համար մեր գործերը չի ստացվում։ Դրանք միամիտ մարդիկ են, որ վերցել են էժանագր։ Երեխան ծնվել է աուտիզմով է ծնվել։ Միտեղ երեխաները ունենում վիժում, երեխեքը չեն ծնվում։ Ես էլ հարցնում, ինչ տուն եք ապրում, որտեղ եք ապրում, բայց սենց տուն։ Նկարագրում է, որ էժան գտել են, առել են, ինչ-որ սենց բաներ։ Արդեն 3 դեպք ինձ պատմեցին։ Ու ավելի հաստատվեցի, այն բնակարանները, որտեղ տեսնում եք դժվացից վերցված է, ինչքան էլ էժան է, դուք չվերցնեք, որտեղ չեք վայելելու։ Ով որ վերցրել է այդ տունը, ապօրինի ձևով, թող ինքն էլ այնտեղ ապրի։ Թող ապրի ու կտեսնի ինչ իր գլխին կգա, որտեղ 24 թվականը ահա որ պատիժների շրջան է։ Ահա որ։ Մենք դեռ ընթացքի մեր չէ, տան հարցը, դեռ դատեր կա, լավ, շատ լավ հրաշալի մի խիզախ գրագետ, բոլոր դժվար գործերը, աղմկարուց գործերը վերցնում ու հաղթել է։ Լևոն Բաղդասարյանն է դա, որին վստահում են ու հավատքով մարդ է իմիջալուց, հավատքով մարդ է, ուղղակի այստեղ հիմա էլ մենք կմտնենք 3 անգամ վճռի իմ ձեռքը, ես պետք է մտնեի իմ տուն, չստացվեց ինչի համար, որովհետև դատավորներին, որից մեկը Բունացյան անունը չգիտեմ, այս մյուսին դեռ չեմ ասի ով է, ճնշել են եւ հարկադիրի եւ այդ դատարանի ճնշում կար հարկադիրի վրա ու ես նամակ եմ գրում Մինասյանին, նախարար ու Կարեն Անդրեասյանին, տեղյակ եմ, բոլորն էլ տեղյակ եմ, բոլոր աշխարհն է տեղյակ։ Արդեն բարձրաձայն ու անուններով, դա որտեղ այնտեղից գրում են ունես հիմքեր ովքեր են, գրել եմ, այո, գրել եմ, որ մի դատավորներն են, մի հատ էլ Սուքոյանն էր, որ հանեցին խայտարակ ձևով, կաշառակեր սնանկության դատավոր, ահա որ Լավ, ո՞րն է վերջաբանը, ինչ որ թունելի վերջին լույս տեսնում եք։ Պետք է պատժվի ու հայտնաբերվի այն մարդը, ովքեր դատավորի վրա իշխում են, ազդում են ու Մինասյանին եւ Անդրեասյանին հանդիպում եմ ուզում անպայման, ես այդ Քարամյան, հա, ինչ էր այդ քննչականի մեծ ընտեղ էլ հանդիպում գրել եմ արդեն կլինի հանդիպում, նաև դատախազություն։ Ես չեմ ուզում այդ սովորական աշխատողները հանդիպել, ամիջապես նախարարը եմ ուզում հանդիպել, որ ասեմ, տեսեք ձեր կառույցում ինչերա կատարվում։ Ու ոչ միայն դա իմ գործն է, որտեվ շատ շատերին է, շատ։
անարդարություն է։ Կարեն Անդրեասյանը դատավորներ է անդադանում փոխում, բայց ոչ մի բան չի փոխվում։ Համակարգը կեղտոտված է լրիվ։ Ահա որ քննչականը անգրագիտություն է։ Ահա որ անգրագիտություն է գնում աշխատել։ Նույն բանը նաև դատախազությունում կարամ ասեմ։ Կենտրոնի քննչական էլ ես ահա որ վրդոված եմ ու լցված եմ ու ես էլ չեմ կարող այդ անարդարությունը տանեմ այդ անգրագի որտեղ մտնում ես կանգրագիտություն ղեկավարները նստել են իրենք տեղակ են որ իրանց աշխատողներն անգրագետ են ու ոչինչ չեն անում ու որ հասում ես դատախազոց ծանրաբեռնված է էս ի՞նչն ծանրաբեռ դուրս արի ուրիշին բեր կամ էլի աշխատող բեր բեր այնքան բեր քո քննիչներին դատախազները լցրու որ ես իրավաբան չեմ բայց իրա բերանը բացում եմ զգում եմ անգրագետ է Հիմար բաներ են խոսում, գործ չեն անում, հիմար բաներ են ասում են, գրել չգիտեն, դանդաղ, միլիցիայի դպրոցն ավարտել եք այդ առաքային։ Ձեր բնակարանի հետ կապված խնդիրը իմ Այս իմ բնակարանի հետ կապված խնդիրը ես ճանաչեցի այդ համակարգը։ Ճանաչելուց հետո վերջաբանը ինչպես եք տեսնում։ Սպասման դեռ ընթացքի մեջ է։ Մենք ընթացքի մեջ ենք սպասում ենք, որովհետև դեռ հələ բողոքներ միշտորդություններ կա, սպասում ենք տեսնենք այս անգամ դատավորը, այդ որ դատավորը, որ մի երկու օր հետո, թե մի ժամ հետո նաև բանը հարկադիրը, իրանք իրենց որոշումը չեղալ են համարել։ Հերքել են անգրագետ ձևով, այ իրանց վրա հիմա մենք բողոք ենք ներկայացրի, հիմա տեսնենք ինչ ընթաց կգնա, ու ես բարձրադան ամեն եթերից ասում եմ, իմ ինտերնետում էլ գրում եմ։ Շատ լավ, Տիկին Լուսիա։ Որպեսզի մարդիկ իմանան, ուղղակի այս մի հարցն է աշխատեք տոկոսով ոչ մեկից գումար չվերցնեք, ես դրա տուժվածն եմ։ Ոչ բանկից ասում են չի բանկի, ես պետության այդ խնդիր չեմ ունեցել երբեք, որտեղ բանկ այդ ժամանակ չէր տալիս, այդ շատ վաղուց է եղել դա։ Այսպես։ Շատ լավ, Տիկին Լուսիա, ամփոփելով զրույցը կուզենայի խոսեինք վերջի շրջանում շատ տարածված, այսպես ընկիպես աճող գուշակների մասին, պայծառատեսների, էքստրասենսների եւ այս ամենի մասին։ Դուք ինչպես եք վերաբերում այդ ամենին եւ այսպես որ շատ մարդիկ մոլագարի պես, այսպես հետևում են եւ գնում են բախտագուշակների մոտ, պայծառատեսների մոտ, ինչպես այս ամենը ազդում Հայաստանի ընդհանուր էներգիայի վրա։ Էգրեգրի վրա, մթնոլորտի վրա, օդի վրա, ամեն ինչի վրա։ Հիմա ասեմ, նայ, գուշակությունը, մոմ թափելը դրանք միշտ եղել է, միշտ։ Եկեղեցին ամբողջ եկեղեցին հայկական հագորում է, չի կարելի վհուկություն, կախրտություն, աստծու դեմ զազրել է, հա, Պողոս Առաքյալնիկը, ես էլ եմ միշտ էլ կարդում եմ, գիտեմ։ Դրանք սա նորմալ են, ինչի չի ընդունվում եկեղեցին գուշակությունը, որպեսզի մարդիկ իրականությունը չիմանան։ Էս է իր միակ պատասխանը։ Որտեվ շշմացրած է մեր առաքելական եկեղեցին, խաչը, շշմացրած է, չմոռանանք, որ ովքեր մատնեցին Հիսուսին եւ ովքեր ասեցին խաչին հանի, ում լսելով այդ ցնցոտեավոր ժողովուրդը, որ ընտրեց Բարաբային, կողու հանցագործի, որ ամբողջ աշխարհը հանցագործության կողության սրիկայի մեջ է, ու այստեղ ամեն անգամ հարց եմ տալ, ինչ էր արել Հիսուսը վատ բան։ Հիմա հարց եմ տալի, Հիսուսը ինչ վատ բան էր արել, որ իրան խաչին բարձրացրեցին, քահանաներին լսելով։ 4 օրվա մեռելին վերակենդանացրեց Ղազարոսին։ Այն աղջիկը 12 տարեկան մահանում էր, կույրին տեսնել, տեսողությունը կարգավորեց, ընգեցիկին, ամեն ինչ, շատ բան արեց, ես էլ ինչ վատ բաներ արել։ Հետևից խփում էին զինվորները, ես հումոր եմ միշտ արել, տազ են խաղում, ասում էր, ասա ով է, ինքը լուռ էր։ Ինչ ասում են ինքը լուռ էր, 2 անգամ ինքը զայրացավ, որ ասեց, այս ինչ եք շինել հորս տաճարը, քանդեց ջարդերից առևտրի կենտրոն, ու որ թզենին անպտուղ էր, ու փարթամեր սիրուն էր, ծառավ էր, ուզում էր մի հատ պտուղ ուտեր չկար, էդ էլ այդտեղ անիծեց, անպտուղ ես, անպտուղ էր մնաս։ Դրա համար է մեկ ես ասում զայրացած այս վերջերս, որ ով ում կացարանին ձեռքա դրել, ով ում դիվադադար է անում, ով սրիկակեղտոտ դատավոր կլինի հենց հիմնական, հենց այնպես չի դատավորը, հենց այնպես չի դատավոր այս աշխարհում, այդ գեհենի կրակում պիտի այրվի, որը գրված է Սաղմոսում, այրվեն գեհենի կրակում։
Ինչը ես չեմ ընդունում, մագյան գոյություն ունի, աշխարհով մեկ, ես չեմ ընդունում վհուկությունը, Ինչ ասել է վհուկություն, վհուկները ինչ են անում։ ովքեր թուղթուգրեր են անում, կեղտոտ սրիկաբաներ են անում, նկարների վրա դնում ծակծկում են, ես ինքս եմ տեսել, ով տեսել եմ վարչապետի նկարը դրած, այդ այծի սատանայի գլուխը մոմերը ոնց են վրանց է ծակծկում, տեսել եմ դա, որտեղ անամոթաբարը դրե ցույց է տալիս, վհուկը, այ դրանք են վատը, պայծառատեսներ կան, բայց ես չեմ ընդունում պայծառատեսներին Հայաստանի, որովհետև 4-5 հատ ամբողջ աշխարհում պայծառատեսը, ամեն ինչի լուսավորը պարզ տեսնելը, թուղթուգիր տեսնելը, Ովքեր են այդ 4-5 հոգին։ այդտեղ չեն, հայերի մեջ չկան։ Որ երկրում են։ Չգիտեմ այտենց չգիտեմ, եթե այնքան երկար թեմա է այդ խոսելու, ու իմ համար շատ հետաքրքիր, որ այդ գրականությունը կարդան կտեսնեն աշխարհի կյանքի մասին ինչա։ Գիտեք մեկ էլ ինչ եմ ուզում, որ Հայաստանում մարդու ինստիտուտ բացվի։ Այնքան լավ բան է մարդը, որ մարդը հասկանա մարդը ով է, ինքը ինչ է եկել այս աշխարհ, որ ինքը ամուսնանում ընտանիք ստեղծի, մի հատ ճանաչի կինն ինչա, երեխան ինչա, հեղի վիճակում ես ինձ ոնց պահեմ, այտենց պետք է մամաները, էդ էլ եմ շատ ասել, այն կանանց, ովքեր աղջիկ երեխա ունեն, ու իրանց ծնող դաստիարակեն։ Սա էլ են ընդեղ էլի կարծիքները, որ հայտնում են, ես շատ եմ զայրանում, ասեմ քո կարծիք քո մեջ պահի, այդ կարծիքի պատճառով է, որ սենց Facebook-ը հիմարություններ են դուրս տալիս, պետք չի արտահայտել է դրանք։ Այդ ասելի չի կարելի կարծիք մեկը, բա դու ինչ ես անում, կարծիք չես, սա կարծիք չի, այս աշխատանքը, որը ես խորհուրդ եմ տալի, մի արա, այդքան է իր ուղեղը։ Եթե գնում են, եթե իրենք այդքան ուժ ունեն, այդ մոգերը, մեր հայ, որ ինչ-որ ռիտուալներ, բաներ են անում, թող անեն ուժ, այնքան ուժեղ իրանք լի, հավաքվեն իրար, այդ ոչ թե նստեն սրան նրան փնովեն, աստղաբաններն իրար ամեն ինչ ասում են, այն կուշակի նա քցում էտի լավը չէ նրան, իրական կուշակը մոգը չերևա երբեք, ու տենց հիմար բաները դուշ չետա, ու չել փնովի, եթե այդքան ուժ ունեն, այդքան գրագետ ու խելաց են, այդքան սուտի հայրենասիրություն են կորում, թող բոլորն իրար հետ հավաքվեն, ինչ ուզում են անեն, որպեսզի մեր Հայաստան երկրը մաքրվի, ժողովրդի մի քիչ բարյանա, ու մեր թեկուզ ինձ Փաշինյան ուղեղը պայծառանա, որ իմանա ինչ անում, օգնեն իրան, որտեվ էս այդ բուրգը հենց այնպես չի, այս բուրգ վիճակը, մեր Հայաստանում էլ մենք ունենք, ոնց պատտստում ես նույնա, այդ բոլորը թող հավաքվեն, ուժ տան վարչապետին, որպեսզի մեր երկիրը ոտքի հանեն, ու ով էլ կա վարչապետ, գոնե դա անեն։ Հասկանալի է։ Շատ լավ, անցնենք հաղորդման վերջում իմ 6 բլից հարցերի։ Տիկին Լյուսիա, որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքներդ ձեզ կտաք։ Ես ուզում եմ ճկուն ուղեղ ունենամ, ճկուն ու լուսավոր պայծառ, ճկուն ուղեղը շատ լավ է, ու պահիտակ, որ կարողանում ես կողմնորոշվես ասես։ Բայց չունեք այդպիսի ճկուն ուղեղ։ Իմ պատկերացմամբ պիտի որ ունենաք։ Իմ ինֆորմացիան շատ է, շատ, այդքան Դա դիմորդներ նաև կան։ ճկունության մասին է խոսում, երբ ճկուն ուղեղը կարողանում է ընկալել այդքան ինֆորմացիա։ Դե իմ մտածելակերպ ուրիշ է, ես չեմ մտածում այնպես, ես երազը չեմ կարող ունից մեկնաբանել, ոնց որ գրվում է, ոնց որ բոլորն են ասում, ես բոլորին ուրիշ կերպ եմ մտածում, ես լույսն եմ մտածում, պարզը, մաքուրը, լավը, ուզում եմ, որ ճկուն դնի, որ անմիջապես կարողանամ կողմնորոշվեմ, էդ եմ ես ուզում։ Բնության որ երևույթին եք նմանեցնում ձեզ եւ ինչու։ Դե ես մարտ ամսվա ծնված եմ, խոյ եմ, առաջին նշանն է, Վահագնի ծննդյան օրն է, հենց։ Դե գարունն էլ գիտեք ինչ տեսակ է։ Բռնազբոսի կա, մեկ լավ է, մեկ տաք է, մեկ ցուրտ է, մեկ կարկուտ է, մեկ Փոփոխական։ Հա, բայց չէ, ես փոփոխական չեմ։ Ես կայուն եմ իմ ամեն ինչի մեջ, ուղղակի որպես խոյ մի քիչ խոյերն էլ առաջի դեկադայի զոհաբերությունը շատ է։ Այ դա չի ուզենա, որտեղ զոհաբերություններ շատ եմ անում, ասում եմ, էլ չեմ անի, չեմ ընդունի, բայց էլ անում եմ։ Հիմա այն մարդիկ, ովքեր որնից այդքան, գիտեմ ովքեր են, որ չարախոսում են, բայց որ ինքը գայից մի բան խնդրի, ես կանեմ ու կմոռանամ դա, այ դա չեմ ուզում։ Ուզում եմ իրանց նման լինեմ, որ ասեն շփացնեմ երեսներին։ Ես էլ եմ շփացնում, բայց հետո կարող է տխրեմ։
Տխրեմ, որ ես իրան, որտեվ ես ուրիշ կերպ եմ նայում աշխարհը, ես վերևից եմ նայում բոլորին։ Իսկ շատ են ձեր մասով չարախոսողները։ Մենակ այդ որ Նիկոլական մենակ այդ ուրիշ։ Հասկանալի է։ Մենակ այդ է, հիմա որ Նիկոլը վերջանա, ինչ պետք է ասեն, ես չգիտեմ։ Դե երբ վերջանա այդ ժամանակ արդեն པարզ կլինի։ Տիկին Լուսիա, պատմական որ հերոսի փոխարեն ցանկանայիք լինել եւ ինչու։ Ոչ մեկի։ Հենց Լուսիա Հակոբյանի Հա, դերում ամեն մարդ ինքն իր համար հերոս է։ Եթե դու ապրում ես, այս դժվարությունները հաղթարում ես, արդեն հերոս ես։ Հերոսը թուրը ձերքին կեցակին խոմ առաջ չի գնում։ Այն զինվոր է, բայց դու որ ապրում ես, դու որ մայր ես, տնկնել ես երեխեք ես բերել, դա արդեն հերոսություն է։ Տղամարդը չի կար երեխա ունենա։ Կինն է հերոս աշխարհում, չէ՞, կինը ուժեղը ավելի։ Եվ իմաստուն է համարվում։ Այո։ Դրա համար մեկ բեր տղամարդկանց պետք է բարձրացնենք։ Առանց ում կամ ինչի չեք պատկերացնի ձեր կյանքը։ Ես բնավորությամբ էլ մի քիչ սենտիմենտալ եմ։ Ինձ մոտ ռոմանտիկան շատ է, ռոմանտիզմ առանց սիրո։ Առանց սիրո չեմ կարող ոչ մի բան պատկերացնել, որտեղ երեխուդ պետք է սիրես, շորը սիրես, կյանքը սիրես, բնությունը սիրես։ Եթե սեր չկա, ո՞նց կարաս ապրես։ Չոր ու ցամաք ո՞նց կարաս ապրես։ Բնությունը դու պետք է սիրես, չէ, որ իրանից ստանաս։ Ու Աստծուց միշտ պետք է շնորհակալ լինենք։ Միշտ առանց սիրո չեմ պատկերացնում ոչ մի բան այս աշխարհում։ Ինչեւ անգամ ուտելիքը պետք է սիրես։ Որն է ձեր սիրելի ուտեստը։ Տոլման, Սև թե սպիտակ։ տոլման, չէ կաղամբով։ Կաղամբով։ Կաղամբով մենալ սխտորմացունով։ Որ ասեմ կզարմանա, քանի որ Ազատը ասում եք Լուսիային ճանաչելու, մենք շատ ենք գնում նո ռեստորաններ, բան, որտեղ Հայաստանի ինչքան տեղ կա, մենք միշտ ընկերներով գնում ենք ամենտեղ։ Հատկապես խոնարհված եկեղեցիներ ու պետք է գնանք միտեղ հաց ուտելու։ Որ ասում են ինչ ես ուզում, ասում եմ տղամարդու կեր եմ ուզում։ Արդեն գիտեն իրանք, տղամարդու կերը որն է, ասեն սուտի փուտի եվրոպական բաները չեմ սիրում, ես բան չեմ հասկանում։ Ու պետք է ձեռքով ուտեմ, որ բան հասկանամ։ Էդ էլ պապս էր ասում էր, էսա մարդու չանգալը մատները։ Այդ բաները դանակ մանակը գցեինք ու նորմալ ձեռքով կեր, որ բան հասկանաս, ասում ինչ։ Եվ որն է տղամարդու կերը այս դեպքում։ Կծու լինի, հավեսով լինի, ինձ յուղոտ լինի, կարմիր լինի։ Իսկ չեմ սիրում, որ խորոված են նետում կանայք։ Չգիտեմ։ Մի քիչ վայրի բան է լինա։ Եթե ձեր կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Ես որ իմ նկարվել չեմ սիրում, ես չեմ սիրում։ Ես որ իմ նկարները նայում եմ, իմ աչքերի մեջ հա թախից եմ տեսնում։ Ու անդադ ասում եմ, ինչ ես Լույսա քո աչքերի մեջ կա թաղ։ Ես կարամ ժպտամ, հումորներ ես, ինձ հումորն է պահում։ Բայց թաղծոտ աչքերս, ինչի է թաղծոտ։ Միգուցե ես տեսնում եմ այնը, որ չպետք է տեսնեմ։ Ու ես սիրում եմ մարդկանց։ Մի ընկերի ունեի, աստղաբան էր շատ լավ Լյուդան մահացավ, ասում է Լյուդա, ինչ եմ ես այս մարդկանց սիրում։ Ասում է դու խղճում ես իրան, ու սիրում է ու լաց է լինում հենց իրանց մասին։ Ասում է որտեղ դու իրանց խղճում ես։ Ասում բայց ինչի պետք է խղճամ, ումը սիրել եմ բոլորն էլ ապահոված մարդիկ են եղել։ Հետո իրանք մահացան։ Երեքը տենց ընկեր ունեն, երեքն էլ մահացան։ Իրանք շատ ապահոված են ու լավ մարդիկ։ Իսկ դու կարողացել եք բացահայտել ձեր մեջի թախիծը որտեղից է։ Մարդկանցից է դա։ Խղճում եմ այդ մարդուն, որ ինքը չի հասկանում, որ ինչ է ուզում, որ ինքը մեղ կա։ Այդ մեկը կա, որ ահա որ չարախոսում է իմ մասին, ու բաց չարախոսում է։ Ես իրան ուշադրին ամս ինչ մեղ կա այս կինը։ Այս ինչ մեղ կա, ինքը չգիտի ինքը ինչքան մեղ կա։ Ու ես տխրում եմ։ Ու տենց մի քանի հատ կա։ Այդ գրքի վերնագիրը ես կարամ ասեմ լույսի մեջ թախից։ Հետաքրքիր էր։ Եվ վերջում Լուսիա Հակոբյանը ունի չասված խոսքեր։ Ես ինչ մտածում եմ, ասում եմ, չէ։ Օրինակ կան մարդիկ, որ սիրում են չեն ասում։ Կին տղամարդու մասին է խոսքը, ոչ չեմ ասում, իսկ ես ասել եմ։ Ես իմ ամուսնուն էլ եմ ասել քանի անգամ ու բոլորին էլ եմ ասում։ Ասեք իրար, որ դու սիրում եք, մի վախեցեք այդ բառից, բայց սեր բառն էլ ժողովուրդ ջան, չեմ ուզում էժանացնեք, սեր բառը էժան բառ չի,
որտեղ Աստված հենց սեր է նշանակում։ Սիրարվելն ուրիշ է, հավանելն ուրիշ է, զգացմունքն ուրիշ է։ Մի վախեցեք ու մի ամաչեք սեր բառն արտահայտելուց, որ դուք ձեր կողակցին, ձեր ընկերուն ամեն ասեք, որ դուք սիրում եք իրար։ Այդպես չասված խոսքեր չունեմ ես։ Ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Այդտեղից էլ եմ տխուր։ Շնորհակալ եմ Տիկին Լուսիա Ես այսօր իմ հյուրը լինելու համար։ Ձեզ ցանկանում եմ, որ լույսի մեջի թախիծը վերածվի լույսի մեջի հենց լույս, հա, այսպես ասեմ, եւ ամենալավն ու բարին ձեզ։ Շնորհակալ եմ, Աստված մեր ազգի թող լինի միշտ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, սիրելիներս, այսօր եթերում չասված խոսքերն էր, իսկ իմ հյուրը աստղահոգեբան Լուսիա Հակոբյանը։ Շնորհակալություն, լավ մնացեք։